Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին, բոլոր նրանց, ովքեր այսօր էլ մեզ հետ են մեր կողքին, եւ պիտի ասեմ, որ քանի որ շատ այսպես արագ զարգանում է աշխարհում, հատկապես վերջին շրջանի իրադարձությունները, մենք որոշեցինք այսօր տաղավար հրավիրել միանձնավորության, ով ոչ միայն քաջատեղյակ է համաշխարհային անցուդարձին, այլ շատ ինքնատիպ մեկնաբանություններ է ներկայացնում այդ ամենի մասին։ Խոսքս դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի մասին է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սուրենյան, իսկապես շատ հետաքրքիր զարգացումներ են։ Դե սկսենք երևի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից Իրանի շուրջ այս եռացող գործընթացները ինչ զարգացումների սպասենք, ինչ է ընդհանրապես առաջիկայում ես հերթական անակնկալամատուցելու։ Տեսեք, ես կարծեմ ձեր եթերում նույնիսկ առիթ ունեցել եմ ասելու, որ եթե պատերազմական գործողություններ սկսվեն, սա լինելու է Միացյալ Նահանգների ստրատեգիական սխալը։ Իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ գնահատականը միանգամայն ճիշտ էր։ Ավելի ճիշտ կլինի ասել, Միացյալ Նահանգները այս պատերազմում նույն ստրատեգիա չունի։ Իսրայելին հաջողվեց Միացյալ Նահանգներին ներքաշել պատերազմի մեջ, պայմանական Էփշտեյնի դաշինք, հա, գիտենք այդ հայտնի սկանդալը Էփշտեյնի հետ կապված, որը թոքի պես արևմտյան բոլոր էլիտաների վզին կամպրոմատները գցել է եւ խորապես համոզված են, որ սա պրոիսրայելական լոբիի գործիքներից մեկն է, որով նրանք կարողանում են ազդել սպիտակ տան որոշումների վրա։ Ստրատեգիա ունի Իսրայելը։ Նրա խնդիրը Իրանում քաոս առաջացնելն է կամ նույնիսկ Իրանը մասնատելն է։ Դերևս 96-97 թվականներին Իսրայելում կար մշակված ծրագիր 7 պատերազմների կամ 7 պետությունների լիկվիդացման։ Այս շարքում վերջին տեղում Իրանն էր, եւ մենք հասել ենք այդ կուլմինացիային։ Եթե 96-97 թվականներին այս ծրագրի նկատմամբ թերավատություն կար, սա համարվում էր մարգինալ մի ծրագիր, ապա հիմա սա Իսրայելի մեյնսթրիմի ծրագիրն է, ագրեսիվ ցեղասպան մի քաղաքականություն, որի նպատակը Մերձավոր Արևելքում դոմինանտություն հաստատելն է Իսրայելի։ Ես խորապես համոզված եմ, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը արդեն ստրատեգիական պարտություն են կրել այս պատերազմում եւ առաջադրված որևէ խնդիր չկարողացան լուծել։ Հիմա գանք հնարավոր 5 սցենարների, որպեսզի ասածս հիմնավորը։ Ստեղծված իրավիճակում Թրամփը ունի հնարավորություն քարոզչական հարթության վրա ինչ-որ հաղթանակի մասին խոսելու, օրինակ կարող է ասել հոգևոր առաջնորդին վնասազերծեցինք, անտեսելով այն փաստը, որ շատ արագ այլ հոգևոր առաջնորդ են ընտրել եւ դուրս գա պատերազմից։ Սա համեմատաբար անվնաս սցենար է կլինի, բայց չմոռանանք, որ Թրամփի վրա սարսափելի մեծ ճնշում կա Իսրայելի կողմից։ Մյուս կողմից Պարսից ծոցի երկրները, որոնք մեծապես տուժել են այս պատերազմից, հենց ամերիկյան հասարակությունը ինքը եւ մոտեցող նախընտրական կամպանիան Թրամփին ստիպում են ինչ-որ դեմքը փրկելու համար ինչ-որ ձևով դուրս գալ այս պատերազմից։ Երկրորդ սցենարը վենեսուելական տարբերակի կրկնությունն է, ինչպես տեսնում եք, այս սցենարը չի աշխատում եւ ես միջև ռազմական գործողությունների մեկնարկը քանիցս ասել էի, որ վենեսուելական մոդելը Իրանում կիրառելի չի։ Զուտ այն պատճառով, որ Իրանը պետականության հազարամյա ինստիտուցիոնալ փորձ ունի, Իրանում կա խորքային պետություն, պահապանների կորպուսի դեմքով եւ այլն, եւ հիմա էլ կարծում եմ իրադարձությունները ցույց են տալիս, որ Իրանի էլիտան եւ հասարակությունը բավարար չափով կոնսոլիդացված են եւ դժվար է Իրանի էլիտայում գտնել պայմանական Ռոդրիգես, Վենեսուելայի փոխնախագահի մասին է խոսքը, որը չնայած առաջնորդի առևանգմանը կհամաձայնվի մի վարչակազմ ձևավորել, որը ըստ էության կգործի Միացյալ Նահանգների պատրոնաժի տակ։
Երրորդ սցենարը ինչ որ համաձայնությունների գալն է, միջուկային նոր պայմանագիր կամ մրտիռային նոր պայմանագիր, բայց այստեղ արդեն Իրանն է թելադրողը, նրանք կոշտ պահանջներ են դնում եւ Մոջթաբա Խամենեի ընտրությունը հենց այդ ազդակն էր, որ գիծը ոչ միայն շարունակվելու է Իրան Իսլամական Հանրապետության կոշտ քաղաքական գիծը, այլ կենտրոնական դեր է խաղալու Պահապանների կորպուսը, որը հատկապես Իրանի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ձախողումից հետո այլևս չի համաձայնվելու չարթարացված որևէ փոխզիջման կամ զիջման։ 4 սցենարը հյուսիչ պատերազմի սցենարն է։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը գիտակցում են, որ արագ հաջողությունների հասնել չեն կարող, բայց սկսում են մի հյուսիչ պատերազմ երկարատև, հույսը դնելով նրա վրա, որ Իրանի ռեսուրսները կսպառվեն։ Իհարկե, այստեղ տեղին է ասելը, որ կարող են սպառվել նաև Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռեսուրսները։ Ի վերջո, այնինչ կատարվում է էներգակիրների շուկայում, իսկ նավթի գինը արդեն $100 գերազանցել է 1 բարելը, կանխատեսումներ կան, հենց մեր եթերին զուգահեռ Իրան Իսլամական Հանրապետությունը հաջողությամբ ծոցի մի շարք նավթաբազաներ է թիրախավորել, կանխատեսումներ կան, որ դեպքերի նման ընթացքը բերելու է նավթի 1 բարելի գնի բարձրացմանը մինչև $200։ Եվ վերջապես 5-րդ սցենարը դա այն է, որ ամեն դեպքում Միացյալ Նահանգներին կամ Իսրայելին հաջողվի քաղաքացիական պատերազմ կամ էթնիկ հողի վրա բախումներ հրահարել ուրեմն Իրանում, այսինքն բալկանացման տարբերակը աշխատացնել, այս պահին բարեբախտաբար կարծես ոչ քրդերը, ոչ էլ ադրբեջանցիները այդ կուտը Միացյալ Նահանգների չկերան, ու քրդերի պարագայում ամեն ինչ հասկանել է եւ վերջի 40 տարում հարգելի պարոն Ղուշչյան, քրդերը մի քանի անգամ ժողովրդական լեզվով ասած գցվել են Միացյալ Նահանգների կողմից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 1980-88 թվականներին Միացյալ Նահանգների հորդորով նաև նրանք Իրան-Իրաքյան պատերազմում պրոիրանական դիրքորոշում, չէ, այդ Միացյալ Նահանգները կապ չունեն, պրոիրանական դիրքորոշում որդեգրեցին, որից հետո ցեղասպանության ենթարկվեցին Սադամ Հուսեյնի կողմից։ 91 թվականին Միացյալ Նահանգները նրանց դրդեց Բուշ ավագը ապստամբության Սադամ Հուսեյնի դեմ, էլի ցեղասպանվեցին, որովհետև Բուշը նրանց թողեց բախտի քմահաճույքին եւ վերջապես վերջին ամիսներին մենք տեսանք, որ Սիրիայում ինչպես քրդական ուժերը էլի բախտի քմահաճույքին թողվեցին Միացյալ Նահանգների կողմից։ Այսինքն այս բանը նախադեպերը կան եւ քրդական էլիտան, որ բավականին խոհեմ է, չի ուզենա հերթական անգամ մանրադրամ դառնալ Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերի ձեռքում։ Նույն իդեպ վերաբերում է Ադրբեջանին։ Ինչքան էլ մեր համար թշնամական պետության մասին ենք խոսում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բավականին հաշվարկված եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն է վարում, եւ նա երբեք Իրանի դեմ կամպանիային չի միանա, եթե 100%-անոց երաշխիքներ չունենա, որ Իրանը մասնատման եզրին է։ Հիմա այդ երաշխիքները նա չունի եւ ընդհակառակը չնայած այն ԱԹՍ-ների պատմությանը, որ մարտի 5-ին տեղի ունեցավ, հիմա Ադրբեջանը այն երկրներից մեկն է, որ Իրան հումանիտար օգնություն է ուղարկում, Ալիևը Փեզեշքյանի հետ բարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում եւ այլն եւ այլն։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի բարբարոսությունը Իրանում շատ կարևոր բանել քաղաքակրթական մի շատ կարևոր իրողություններ բացահայտեց։ Մեր հասարակությունը կամ նրա մի զգալի մասը հասկացան ինչ է թաքնված արևմտյան հումանիզմի ներքո։ Իդեպ այստեղ ես մի շատ կարևոր վիճակագրություն նշեմ։
երեք մի հարցազրույց էր տվել Միրշայմերը Միացյալ Նահանգներում ակադեմիական շրջանակներում շատ հայտնի մի գիտնական պրոֆեսոր քաղաքագիտության նա մի վիճակագրություն է արել, որ 1972-2022 թվականների միջակայքում, այսինքն այդ 50 տարիներում Միացյալ Նահանգների միայն սանկցիոն, գիրառած սանկցիաների հետևանքով, հələ պատերազմները մի կողմ ենք թողում, միայն սանկցիաների մասին է խոսքը, աշխարհում 38 միլիոն մարդ է մահացել։ Սարսափելի թիվ։ Սարսափելի թիվ ու սարսափելի, տեսեք, անդադ սովորենք, չէ՞, որ պրոպագանդան մեր ուղեղները լվացրել է կամ հասարակության մի մասի, որ Ռուսաստանն է դեսպոտ, որ Չինաստանն է դեսպոտ, ինչ-որ կեղծ պատրանքներ է ստեղծվել այդ երկրների հակահումանիստական վարքագծի վերաբերյալ, այդ երկրների փաստաբանությամբ ամենևին չեմ ուզում զբաղվել։ Բայց ուզում եմ արձանագրել, որ ամերիկացի հայտնի գիտնական Ջո Միրշայմերը գիտական ուսումնասիրություն է արել, պարզելով, որ վերջին 50 տարիներին Միացյալ Նահանգների վարած սանկցիոն քաղաքականության հետևանքով աշխարհում 38 միլիոն մարդ է մահացել։ Սա արդեն սարսափելի մի թիվ է։ Ինչի հիշեցի այս մասին։ Հիշում եք հենց այս պատերազմի հենց առաջին օրը փետրվարի 28-ին, երևի առաջին ժամերին նույնիսկ, ոչ թե առաջին օրը, օրիորդաց դպրոցի ռմբահարումը Իրանի Մինաբ քաղաքում, մոտ 200 զոհերով։ Հիմա որևէ մեկը չի կարող, չէ, բացատրել, որ այդ օրիորդաց դպրոցը այդ անմեղ երեխաները ստրատեգիական իմաստով թիրախավորման անհրաժեշտություն ունեին։ Սա խոսում է, որ Նեթանյահուն նացիստական քաղաքականություն է վարում, դա վաղուց էր մեզ հայտնի, դա նորություն չի։ Գազայում են ցեղասպանությունը, որ աշտերից առաջ տեղի ունեցավ, տասնյակ հազարավոր անմեղ կանայք, երեխաներ եւ այլն։ Բայց որ Միացյալ Նահանգները նման բացահայտ ձևով կխրախուսի նման նացիստական քաղաքականությունը եւ Մինաբում օրինակ այդ խեղճ անմեղ աղջիկների կյանքերը, որ ասում եմ որևէ ձևով արդարացված չի։ Հիշում եք, չէ՞, ինչքան էին խոսում Բուչա, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, այն էլ հələ հարց էր, այդ Բուչան բեմականացվել է, թե իրականություն է։ Ես ուզում եմ հիմա այս մեր երկրի հազարատ բուսնած պսևդոարևմտաբաններ, չէ՞ կան, հարցնել, ասել, այդքան Բուչան դատապարտում եք, խոսում եք, ռուսներն էլ փաստեր են բերում, նույնիսկ որ իրենք կապ չունեն այդ իրադարձությունների հետ, բայց մեկը ինչի Մինաբի այս զազրելի ոչրագործությունը չբացահայտեցիք, թե այս դեպքում Ամերիկան ու Իսրայելն էին հեղինակը, հումանիստական նպատակներով էին այդ երեխաներին սպանում եւ հակահումանիստ տեսնում ենք միայն այն դեպքերում, երբ որ Ռուսաստանն է, ասենք Ռուսաստանի հետ կապված ինչ-որ բանը։ Ես ուզում եմ հարգելի պարոն Ղուշչյան, ամփոփելով ձեր առաջին հարցի պատասխանը, ասեմ, որ անկանխատեսելիության մի ցիկլ ենք մտել։ Եթե պատերազմը երկարի, մենք տնտեսական խնդիրներ անշուշտ ունենալու ենք, որտեղ մեր արտաքին առևտրաշրջանառության շուրջ 15-20%-ը բաժին են գնում Իրանի ճանապարհին։ Բացի այդ, Հորմուզի նեղուցը, գիտեք, շրջափակված է, որտեղով անցնում է համաշխարհային նավթի առևտրի 20%-ը, սա վաղ թե ուշ ազդելու է նաև մեր մոտ էներգակիրների սակագնի վրա, բայց ամենակարևորը այս ամեն ինչի արդյունքում իր ակտուալությունը ամբողջովին կորցրեց թրիփ կոչվածը։ Ցանկացած սցենարի պարագայում թրիփ կոչվածը այլևս կենսունակ պրոյեկտ չի։ Եթե ստրատեգիական հաջողություն հասնեն Միացյալ Նահանգներն ու Իսրայելը եւ Իրանում ձևավորեն լոյալ իշխանություն, հազիվ թե թրիփի կարգի հակաիրանյան պրոյեկտի կարիք ունենա Ամերիկան, եթե Իսրայելն ու Միացյալ Նահանգները ստրատեգիական պարտություն կրեն, Իրան ուղղակի թույլ չի տալու, որ իր քթի տակ Միացյալ Նահանգները թրիփը կենսագործվի։ Սա անշուշտ ռիսկեր էլ է շատ մեծ ծնում,
որովհետև Թրիփային ու ամենայնին ինչ-որ համակարգ էր թույլ երաշխիքներով բանով, սա կարող է Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտ մեծացնել գայթակղությունը, ճանապարհը բացել ճնշումների կամ պատերազմի սպառնալիքի միջոցով։ Կամ վտանգներ, ել չասեմ, որ երկար պատերազմի դեպքում Հայաստանը կարող է կանգնել միգրացիոն ճգնաժամի շեմին, դեմոգրաֆիկ ճգնաժամի շեմին, ինչ ասեմ, խնդիրները շատ են, ցավոք սրտի Հայաստանից որևէ բան կախված չի այս պատերազմի պարագայում, մեզ մնում աղոթել, որ ամեն ինչ գոնե բարեհաջող խաղաղ ընթացքով վերջաբան ունենա։ Մյուս կողմից ես հիմա ուրախել եմ, որ Հայաստանից ինչ-որ բան կախված չի, որովհետև պատկերացնում եք մի հատ ինչ-որ լուրջ բան Նիկոլ Փաշինյանից կախված լիներ։ Դե եթե այս խառը դժվարին օրերին շտապում է Ստրասբուրգ այնտեղ պատմական ելույթ ունենալու համար, ես պատկերացնում թե ձեր ասած ինչ կարող էր տեղի ունենալ։ Դե դա ազգային նվաստացում ու խայտառակություն է, ես անկեղծ ասեմ, երրորդ հանրապետության պատմության մեջ, եւ համաշխարհային պատմության մեջ էլ նման բան չկա ավելի շուտ։ Դու գնաս այդ Եվրոպական խորհրդանի շատ հեղինակավոր ամբիոնը օգտագործես սեփական հասարակությանը պատերազմ հայտարարելու համար, որովհետև ընդդիմություններ չի հասարակության մասը։ Այնտեղ ազգային ինքնության արմատին վարկաբեկ ես եկեղեցու։ Երկու գործարարի վարկաբեկ ես, որոնք ճանաչում ունեն երկրում էլ երկրի սահմաններից էլ դուրս էլ խոսքս Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի մասին, ճիշտ անուններ չէր տալիս, բայց բոլորի համար ակնհայտ էր, չէ՞։ Նախկին նախագահներ վարկաբեկես։ Ընդհանրապես սա ճղճի մի գործ է լավ ոչ է, երբ որ նա կարծես հաշվետվություններ ներկայացնում արևմտյան իր տերերին, ռեպրեսիաների համար կանաչ լույս ստանալու նպատակով։ Այսինքն ինչ է նա անում։ Նա բոլորիս, ով համարձակվում է իր քաղաքականությունը քննադատել, ներկայացնում է որպես ռուսական գործակալական ցանց եւ փորձում է արևմուտքի բյուրոկրատիայի դաբրոն ստանալ այդ ռուսական այսպես կոչված ճակերտավոր գործակալական ցանցին վնասազերծելու նպատակով։ Իսկ մենք գործ ունենք մոլդովական մոդելի կրկնության վտանգի հետ։ Բայց սարսափելի բաներ ասեմ։ Ես երեկոյան զարմանքով տեղեկացա, ուղղակի չգիտես որ աբսուրդից նույնիսկ խոսես, որ Դանիել Իովանեսյանը, գիտեք, հասարակության նման ներկայացուցիչ կա, դիմել է իրավապահ մարմիններին, փաստորեն զարգացնելով այն արտաքին հետախուզական ծառայության մի հատ դատարկ հայտարարություն, որ դրսում հայերին ճնշում են, որ այստեղ կան կոնկրետ կուսակցության օգտին քվեարկեն բան, դրսում էլ Ռուսաստանի հետ են։ Հիմա Դանիել Իովանեսյանը դիմել է իրավապահ մարմիններին, որպեսզի քրեական գործ հարուցվի ռուսական ՖՍԲ-ի դեմ, իբր այն մոտիվով, որ ՖՍԲ-ն 80,000 հայի, որոնք բնակվում են Ռուսաստանում, ստիպում է կամ կաշառում է, որպեսզի նրանք գան, ուրեմն Հայաստանի Հանրապետություն քվեարկեն կոնկրետ կուսակցության օգտին։ Սա նույնիսկ խայտառակություն էլ չի, էլի, չգիտեմ սրան ինչ անուն տանք, այսինքն լավ ասենք, եթե հասարակական վստահություն այս իշխանությունը կորցրել է, այդ փաստը բոլորիս աչքի առաջ է, շոշափելի է, չէ՞։ Դրսից տղա բերելով ինքնիշխանությունը երկրի կործանելով կամ երկիր արևմտյան Ադրբեջանի վերածելով, լավ ինչքան ժամանակ պիտի պահես իշխանությունը։ Ի վերջո կարող է ժողովուրդը պորտկալ։ Եվ ի դեպ ամեն ինչ շատ մոտ է այդ վիճակին։ Դժգոհություններ այնքան են կուտակվել տարբեր հարցերից։ Ժողովուրդը արդեն անհարմար է զգում։ Նույնիսկ շփոթի մեջ է, չգիտի պետության ղեկավար ունի, թե կրկեսի համապատասխան դեր կատարող անձնավորություն։ Ասենք Կուկուլուսի փարթի, չգիտեմ, այնտեղ բանում Պերաշկու փարթի, Շուջուխի փարթի, գնաց
Փարիզ ասեց ես մեղավոր չէ որ խնձորը կտրաշի վերցրեց սկսեց խնձոր ուտել ուղիղ եթերում ասենք ես չգիտեմ պարոն Ղուշյան Պակասում է միայն տաշիր պիցայի պարտի։ հանուն ուտելու հետ էլ կանի եւ աննախադեպ մի բան ոչինչ չէ որ ասոցացմա իր անդիմախոսներից մեկի հետ բանը քանի որ կենցաղավարությունն ու նյութականացումը այդ նյութականացման գրեկացում էս մարդու մոտ հասել է այդ աշճանների դա էլ չեմ զարմանա որ մի օր էլ տաշիր պիցա պարտի անի Դե պարոն Սուրենյանց, տեսեք, ընտրությունները որքան մոտենում են, այդքան ձեր ասած կրկեսի համապատասխան դերակատարները ակտիվանում են։ Լավ, ես գիտեմ, որ դուք եք նախապատրաստում ընտրություններին, այնուամենայնիվ ինչ ռեալ իրավիճակ է այսօր ըստ ձեր ասենք հարցումների, ձեր արած հետևությունների։ Տեսեք, իշխանությունը իմ ունեցած սոցիոլոգիական բոլոր հարցումներով, որոնց մի մասը փակա չի հրապարակվել, միանշանակ պարտվում է։ Այսինքն հավաքական ընդդիմությունը իր տարբեր բևեռներով համոզիչ հաղթանակ է տանելու, որովհետև իշխանության վարկանիշը չի գերազանցում 20-20 քանի տոկոսը, մյուսների հանրագումարը ընդդիմադիր ուժերի բերելու է ընդդիմության հաղթանակին։ Այս պահին առնվազն ես 4-5 ազդեցիկ ընդդիմադիր խմբավորում տեսնում եմ, կարող եմ թվարկել գաղտնիք չի, մեկը Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծվող կոնսոլիդացիան է, որի մասն է նաև մեր կուսակցությունը, մյուսը Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծվող այդ կուսակցությունն է, Ռոբերտ Քոչարյանը էլի իր բլոգն է ձևավորում, Արման Թաթոյանի շուրջ այդ միասնության թևերի օրինակի կոնսոլիդացիա կա, անշուշտ քաղաքական լուրջ դերակատարություն ունենալու է նաև Վարդան Ղուկասյանը դոկ կուսակցության մասին եմ խոսում, այսինքն այս 5 կոնսոլիդացիոն կենտրոնները կամ բևեռները գոյություն ունեն եւ վստահաբար նրանց հավաքական ձայները որպես ընդդիմություն ավելին են քան Նիկոլ Փաշինյանի ձայները։ Իշտերից էլ երևի այն նյարդային իրավիճակը, որը տիրում է ԿՊ-ում։ Միանշանակ, ինքը շատ լավ գիտի, չէ՞, տվյալները ինչի մասին հիմա մենք խոսում ենք, մեզանից լավ է տիրապետում ինքես տվյալներին, մանավանդ դուք տեսաք, չէ՞, օրինակ ինքը ինչպիսի ջղաձիկ չարդարացված վեճի մեջ մտավ Մարալիկի Ձորակապ գյուղում։ Մարդկանց հետ, որոնց խնդիրը ինչ էր, ասում էին, մի հատ մեր գյուղում մանկապարտեզ է մեզ պետք, ընդ որում շատ հարգալից էին դիմում իրեն։ Ընդ որում դա գյուղ է, որին երբեք ինքը նախկինների նկատմամբ սիմպաթիա ունենալու մեջ չի կարող մեղադրել։ Ես մի գաղտնիք բացեմ, պարոն Ղուշյան, մեր հեռուստադիտողի համար։ Մարալիկի Ձորակապ գյուղը, որտեղ Նիկոլ Փաշինյանը մանկապարտեզի թեմայով վիճում էր այդ գյուղացիների հետ, մի հատ էլ հոխորտում էր, մունաթ էր գալի, որ իմ էշխելքը ասա, որ ձեզ փող եմ հատկացնում եւ այլն, հիշում եք, չէ՞, այդ տեսարանները։ Հա, ոնց որ հորտնից էր տալի այդ փողերը։ Այդ գյուղը երջանկահիշատակ Մուշեղ Սաղաթելյանի գյուղն է։ Ուրեմն ես մի հետաքրքիր տվյալ ձեզ ասեմ։ Մուշեղ Սաղաթելյանը 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ մրցակցում էին Ռոբերտ Քոչարյանն ու Ստեփան Դեմիրճյանը, այդ ժամանակ էլի քաղաքական մոտիկներով Մուշեղը կալանավորված էր։ Եվ այդ գյուղը Հայաստանի բացառիկ գյուղն է, որ 2003 թվականի նախագահական ընտրությունների երկու փուլերում 600 ինչ-որ 600-ից գերազանցող այո կողմա քվեարկել Ստեփան Դեմիրճյանին եւ երկու փուլում էլ 0 քվեա տվել Ռոբերտ Քոչարյանին։ Սա այդ գյուղն է։ Ու այդ գյուղի ժողովրդի հետ, ասում եմ, սա որևէ ձևով նախկինների հետ ասոցացվող գյուղ չի։ Կամ դուք տեսել եք այն կադրերը, երբ որ խանութատերը թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանին մտնել իր խանութ։ Կամ տեսել եք այն խեղճ կնոջ տառապանքը, որ ասում էր լավ ռուսական ցարին դիմե, մեզ երկրում արդարություն չկա։ Այսինքն արդեն մարզերում, որ ավանդաբար համարվել է Նիկոլ Փաշինյանի
էլեկտորալ առումով ուժեղ սենգմենտը մենք տեսնում ենք, որ Փաշինյանը կորցնում է կողմնակիցներ։ Բանզեն աչքով տեսանելի է։ Եվ ես վստահ եմ ու կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այս վիճակը շատ լավ հասկանում է։ Դրանով է պայմանավորված, այո, թե նրա ջղաձգումները մարզային հայցերի ժամանակ, թե ուրախ ավտոբուսի իմիտացիոն ուրախությունը, որ ավելի շատ նմանա խրախճանքի ժանտախտից առաջ, թե Ստրասբուրգում այդ խայտարակ ելույթը, այս ամեն ինչը անշուշտ կապված է Նիկոլ Փաշինյանի ջղաձիգ վիճակի հետ։ Բայց ես մի բան ձեզ ասեմ, եթե նա դրսից տղա բերելու միջոցով պիտի փորձի վերարտադրել իր իշխանությունը, դա Պյուրոսյան հաղթանակ է լինելու, որովհետև սա այն հասարակությունը չի, որ հանդուրժի դրսի դիկտատ է այդ կարգի։ Մեր հասարակությունը ինչքան էլ որ վերջի տասնամյակներում որոշ չափով դեգրադացված լինի, սա հասարակությունն է, որ 88-ի շարժումը գեներացրել, սա հասարակությունն է, որ 96-ին ընդվզել է, երբ որ ընտրությունների կեղծելու փորձ են արել, սա հասարակությունն է, որ 2003 եւ 2008 թվականի ընտրություններից հետո ընդվզել է։ Ի վերջո սա հասարակությունն է, որ 2018-ին էլ ոտքի է կանգնել։ Իսկ այս հասարակությունը համբերություն ունի, բայց այդ համբերությունը անսպառ չի։ Եվ շնորհակալ եմ այսօրվա համար, պարոն Սուրենյանց, զարգացումները այնպեսին են, որ մոտ ապօրինի մենք նորից պիտի ձեզ հրավիրենք։ Վստահաբար ես կարծում եմ դա շատ շուտ է լինելու, որտեղ Իրանում ճիշտ ասած ես հանգուցալուծումներ եմ տեսնում, մի քիչ ավելի արագ, քան շատերը կանխատեսում են, հույս ունեմ, որ մի 2-3 շաբաթ հետո կհյուրընկալվեմ ձեզ։ Եվ շատ բարի, շնորհակալ եմ այսօրվա համար։ Սիրելի բարեկամներ, մենք հյուրընկալել ենք դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ մեր ճանաչված քաղաքագետներից մեկին Սուրենյանցին։ Այսօր այսքանը, ցտեսություն։